Հեպատիտ C-ն վարակիչ վիրուսային էտիոլոգիայի հիվանդություն է, որը բնորոշվում է հիմնականում անախտանիշ ընթացքով, բերում է լյարդի ախտահարմանը, արդյունքում զարգանում է լյարդի ցիրոզ և լյարդի քաղցկեղ։ Դրան բնորոշ է, ինչպես նշեցի, անախտանիշ ընթացքը, որը մեծամասամբ տեղի ունենում հիվանդության քրոնիզացիա, անցում քրոնիկ հեպատիտ C-ի։ Սուր դեպքերի մոտ 20-25% դեպքերում օրգանիզմը կարողանում է հաղթահարել իմուն համակարգը, իսկ 75-80% դեպքերում զարգանում է քրոնիկ հեպատիտ C։ Ինչպես են վարակվում։ Վարակման 3 ուղի կա՝ արյունային, սեռական ճանապարհ և հիվանդ մորից պտղին փոխանցումը։ Սրանցից համաճարակաբանական առումով կարևորը արյունային փոխանցման մեխանիզմն է, քանի որ արյան միջոցով ավելի մեծ է հավանականությունը հեպատիտ C-ով վարակվելու։ Արյան միջոցով կան բժշկական և ոչ բժշկական միջամտություններ, որոնք հանգեցնում են վարակի տարածմանը։ Բժշկականը արյուն պարունակող գործիքների, աղտոտված գործիքների օգտագործումն է, արյան և նրա պատրաստուկների ներարկումները, հեմոդիալիզ ստացող պացիենտները։ Բժշկական անձնակազմը նույնպես ռիսկի խմբում է, որովհետև նույն ներարկիչներով կարող են մատը ծակել, Ոչ բժշկականը, օրինակ գեղեցկության սրահները, որտեղ եթե առկա է հիվանդի արյունով աղտոտված ու թերի մշակված ախտահանված գործիքներ, այդ ճանապարհով նույնպես իրական է հիվանդության տարածումը։ Սեռական ճանապարհով ռիսկային խմբեր են հաճախակի սեռական կոնտակտ ունեցողները, մասնավորապես կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանայք և տղամարդիկ։ Հղիների մոտ փոխանցման տոկոսը ավելի ցածր է 2-ից 7%։ Ինչպես են վարակվում, ընթացքը ոնց է լինում։ Նշված ճանապարհներով վիրուսը հայտնվեց օրգանիզմում, տեղի ունենում օրգանիզմի պատասխան ռեակցիան, այսպես կոչված սուր հեպատիտի զարգացում, որը էլի թույլ արտահայտված է ընթանում, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, երբեմն մաշկային ծածկույթների թույլ դեղնություն, սրտխառնոց, փորլուծություն, որը հիմնականում մարդիկ ուշադրություն չեն դարձնում, մտածելով դե երևի մրսել եմ կամ մի բան այն չեմ կերել, ու այդ պրոցեսը արագ անցնում է, որից հետո տեղի ունենում պրոցեսի քրոնիկ պրոցեսի ձևավորում, որի ընթացքում մարդը որևէ գանգատ չի ունենում, սակայն վիրուսը ունի, վիրուսը դանդաղ, բայց բազմանում է և ախտահարում է լյարդը։